Բարի լույս։ Խոնավ բարի լույսը հաշվվում է։ Այո, հաշվում է, բարի լույսը բարի լույս է Արտուր։ Շատ խոնավ բարի լույս, շատ մի քիչ ցրտած եւ սառած բարի լույս, բայց իմացեք, որ մենք ամեն անգամ ձեզ զգուշացնում ենք, որ եղանակ այսպիսի անակնկալներ է մեզ պարգևելու, պատճառելու, բայց արի գոհանանք, որ այսօր ունենք, այսօր չորեքշաբթի է, այսօր չեմ ասելու մի քիչ ուրբաթ, որովհետեւ այսօր ավագ չորեքշաբթի է։ Այո։ Ավագ չորեքշաբթին է այսօր, ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը։ Այսօր ապրիլի 16-ն է, այսօր հայ կինոյի օրն է նաև։ Այս առիթով մի շարք միջոցառումներ են նախատեսվում, մենք շնորհավորում ենք կինոյի բոլոր դերասաններին, անձնակազմին, այն մարդկանց, ովքեր ստեղծում են կինո, այն էլ հայ կինո, որը որ տարեց տարի էլ ավելի որակի առումով առաջ է գնում եւ լավանում։ Ինչ լավ է, որ դու լավատես ես, ես եմ ուզում քեզպես լավատես լինել եւ այո, իսկապես, եթե համեմատելից լինենք մի քանի 10 տարիների հետ, ապա թե տեխնոլոգիական իմաստով առաջընթաց ունենք, թե լավ դերասանական կազմի եւ նոր դերասանների ընդգրկում ունենք այստեղ, ել չխոսենք իհարկե կոմպոզիտորներից, օպերատորներից, լույս դնողներից, կինոյի հետ կապված բոլոր մարդկանց շնորհավորում ենք, այսօր լավ առիթ է վերհիշելու այն ֆիլմը։ Դբդի Թե հիշում ես ֆիլմը։ Ֆիլմ։ Սա տիպիկ դա մեր տարիքի ամենատարածված նախադասություններից էր Արտուր։ Բոլոր ժամանակների համար այս մուլտֆիլմը աշխատում է, եթե դուք կինոյի մարդ ես։ Ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մի անգամ երազել է լինել կինոյում։ Կինոյում, այո։ Գոնե մի անգամ նկարվել կինոյում կամ իր սիրելի դերասանի հետ լինել նկարահանման հրապարակում։ Մենք էլ ենք նկարահանման հրապարակում, բայց մերը կինո չէ, ընդհակառակը կինոյի ընդհակառակը ո՞րն է։ Մի ուրիշ կինո է մերը։ Մերը ուղիղ եթերի մասին է, ուղիղ եթերից ասում ենք ձեզ բարի լույս, առավոտը շանթումը իր ժպիտները բացում է եւ իհարկե ուղարկում է ձեզ լավ տրամադրություն, որի հիմքը սերն է։ Հա, սերն է, բայց դրանից առաջ էլի լավ բան կար։ Բայց մենք մոռացանք մի շատ կարևոր բանի մասին խոսել։ Այսօր նաև ոստիկանների օրն է Արտուր։ Պետք է անպայման շնորհավորել նաև ոստիկաններին, ովքեր որ օր ու գիշեր աշխատում են, հսկում են, որպեսզի մեր քաղաքում կարգ ու կանոնը ամեն բան իր տեղում լինի։ Բայց մեզ մոտ պարեկներ են արդեն, ոստիկաններ չեն։ Պարեկները նաև ոստիկանության ինչ որ մի խումբ է, չէ՞ համարվում։ Արի շնորհավորենք։ Ոստիկանների թե հայաստանյան պարեկների ոստիկանների օրն է։ Ոստիկանության օրն է։ Դե աշխարհի բոլոր ոստիկաններին շնորհավորում ենք։ Իմիջիայլոց նկատել եք, չէ՞, երբ փոքր ենք, շատ փոքր, մենք երազում ենք մեծանալ ու դառնալ ոստիկան, որպեսզի կարողանանք չար մարդկանց բռնել, կարգուկանոն հաստատել, բայց հենց մի քիչ մեծանում ենք, հասկանում ենք, որ այ մարդես ոնց որ լիքը երկակի ստանդարտներ կան այս կյանքում, ինչու է այդպես։ Բայց երբ որ մենք ունենք հյուր ոստիկաններ եւ նաեւ պարեկներ, հիշում ես նրանք խոսում էին այն մասին, որ նրանցից պետք չէ վախենալ, քանի որ նրանք հենց այն փաստի համար են, որպեսզի մեզ օգնեն, պաշտպանեն եւ պահեն կարգ ու կանոնը, այնպես որ այդ կարծրատի բարի կոտրենք։ Աշխարհի բոլոր ոստիկանները լինեն քաղաքացիակենտրոն, այս բառը լավ տեղի։ Մարդա, դե քաղաքացիակենտրոն, մարդակենտրոն եւ թող որևէ ինչ հանցագործություններ չլինեն։ Այո, թող Արտուր։ Թող հանգիստ խաղաղ մեր քաղաքում, ամեն մեկ իր քաղաքում ապրի եւ վայելի կյանքը եւ թող հիմա միացնեն առավոտը շանթումը եւ մեզ հետ վայելեն առավոտվա երաժշտություն։ No roots նշանակում է արմատներ չունենալ եւ թող այդ արմատներ չունենալը միայն երգի մեջ լինի, թե չէ, դե գիտեք, մենք հայերս ինչ պինդ կպած մեր արմատներին, սա կարեւոր է եւ ամեն անգամ կարեւոր է հիշեցնելը։ Ժամանակն է ներկայացնելու մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին եւ գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող եւ փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաեւ ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր են եւ կենսաքայքայվող։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը եւ չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark ապրանքանիշի այս հիանալի լվացքի թերթիկները մարքեթփլեյսներում, Ozon կամ Wildberries։ Սա
Քո լվացքի մեքենան էր։ Այո, սա իմ լվացքի մեքենան է եւ բավականին երկար ժամանակ է, ինչ ես արդեն օգտագործում եմ սա։ Դու նաեւ անցած անգամ ասացիր, որ լավ բուրավետիչներ բացում ես եւ բուրում եմ միանգամից, հա։ Ինչ շատ դուր է գալիս, գիտես ինչ է Արտուր, որ թերթիկների մեջ ամեն բան արդեն կա։ Էլ պետք չէ ինչ որ հատուկ նյութեր, փափկեցնող, սպիտակեցնող, լավ բույր, հա, այսպես ինչ որ մանրազերծում եւ այլն, ամեն բան ընդամենը մեկ թերթիկի մեջ է։ Հա, հիմա լվացքը ավելի հաճախ պիտի անեք, որովհետեւ անձրևները ցեխոտ են մեզ մոտ։ Իսկ ցեխոտ անձրևների հախից կարող է գալ իհարկե Stark-ի թերթիկները։ Ինչ այլոց նկատի ունեցեք ապրիլի 16-ին հանրապետության մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ինտենսիվ, լեռներում նաև ձյան տեսքով, Լոռի, Տավուշ եւ Սյունիք նախալեռներում օդերևութաբանները կրկին ձյուն են կանխատեսել, երբ էր 3-4 օր առաջ էր տեսանք Գյումրի ճանապարհին ինչպիսի ձնառատ եղանակ էր։ Չգիտեմ, եղանակ, դու հիմա փետրվարն ես թե հունվարը, մի մոռացի շուտով մայիսյան տոներն են գալիս։ Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ցերեկը 11-ից 13 աստիճան տաքություն կլինի։ Դիտենք այսօրվա եղանակի տեսությունը եւ վերադառնանք։ Տեսանք, որտեղ ինչ եղանակ է, պիտի ասել, որ մեր երկրի ճանապարհները հիմնականում կամ հիմնավորապես անցանելի են, բայց փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից քարելի չտանող ավտոճանապարհը, Սարավան Զանգեր հատվածում, Ճամբարակ քաղաքում Տաթև Լծեն Աղավնի ճանապարհին տեղում է ձյուն, իսկ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում եւ Զորական հաղթանագյուղերում մառախուղ է, սիրելիներ, զգույշ եղեք, եթե լսում եք հիմա մեր հաղորդումը, դե բնականաբար ոչ վարորդներ էլի, ովքեր որ վարորդների հետ կապ ունեն, զանգի կասեք, տեղեկացրեք։ Մեր բակից է ուզում ցիտեի, ենել հասկացա, որ պետք չի։ Տեղեկացրեք նաև, որ Ստեփան Զմինդալ-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գնանք առաջ, ասենք, որ բան չմնաց, մայիսի 3-ին հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական եւ միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները սննդի եւ այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները եւս պիտի մաքրվեն։ Զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձաններին հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները եւ այլն։ Եվ ընդհանրապես մի լավ խոսք է, տունը չեն մաքրում, տունը մաքուր են պահում։ Դրա համար հիմիկվանից սկսած իմացեք, որ անգամ ամենապարզ պրիմիտիվ սիգարետի մնացուրկը գցելը նույն է ինչ քո տանը ծխես եւ գցես գետնին։ Տենց բան կանես քո տանը։ Իհարկե չէ, ինչու ես անում Երևանում։ Ուրեմն քո տունը չէ, գնա ուրեմն քո տուն։
Հիշում ես մի լավ արտահայտություն երաժշտությունից։ Երևանը տունու շենք չէ, Երևանը մենք ենք, այնպես որ պետք չէ աղտոտել մեզ եւ մեր մայիսից եկեք հասկանանք, թե այս տարի մայիսին քանի տոնական եւ ոչ աշխատանքային օր է լինելու, որովհետեւ եկած չեկած դեռ չի եկել մայիսը, բայց հաշվեն դեն քանի օր չեն գնալու գործի։ Դիասա քանի օր չեն գնալու գործի։ Այսպիսով աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օրը 5-շաբթին։ Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին։ Աշխատանքային 5-շաբթի է, ոչ աշխատանքային կլինի ուրբաթը, հաղթանակի եւ խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին։ Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային է։ Ուսանողների եւ երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է։ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է, չորեքշաբթի։ 3 ոչ աշխատանքային օր ունենք պաստորեն, մայիսի 1-ին, մայիսի 9-ին եւ մայիսի 28-ին։ Այո։ Դե գնանք առաջ, իսկ հիմա ձեզ ներկայացնենք մեր գործընկերոջը, մեր հովանավորին Euro Furniture կահույքի արտադրամասը։ Ցանկացած բարդության կահույքի պատրաստում, բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում, իհարկե Euro Furniture-ում է։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցը եւ հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Euro Furniture կահույքի սրահ զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27 094 094 165 հեռախոսահամարն է։ Կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ միասին։ Եթե ձեր պատկերացրածը դուք չգտաք քիչ առաջ վիդեո շարքում, ապա ձեր բոլոր մտահղացումները Euro Furniture-ը կկոչի կյանքի, լավ, չգիտեմ, հենց նոր հորինեցի այդ բառը։ Շատ լավ է քեզ ստացվում բառեր հորինելը, իսկ հիմա ժամանակն է դիտելու գովազդ։ Այս օրերին խուճապ է դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մոտ։ Տարածվում է նոր խաղ, որը երեխաներին կարող է հասցնել հոգենյարդաբանական խանգարումների։ Կարմիր դեղին դռներ կոչվող խաղը հրահանգավորում է երեխաներին կատարել գործողություններ, որոնք կարող են երեխային պատճառել հոգեկան եւ ֆիզիկական վնաս։ Ինչ անել, ինչպես ծնողը կանխի երեխայի այսպիսի վտանգավոր կախվածությունները, մեր տաղավարում է ընտանեկան եւ քվանտային հոգեբան Նաիրա Խարատյանը, ում հետ կզրուցենք հենց այս թեմայից։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ։ Հոգենյարդաբանական խանգարումներ ըստ երևույթին ունենում են երեխաները ոչ միայն մեր նշած խաղի պատճառով, այլ առհասարակ կախվածությունից, ժամանակը սպառելուց հիմնականում այնտեղ, որտեղ որ պետք չի, մանավանդ իրենց տարիքին չհամապատասխանող եւ խաղերի եւ տեսանյութերի հետ կապված, հիմնական թեման սա է լինելու, բայց գանք ծնողներին հուզող այս խաղին։ Սա ինչ խաղ է, դուք ծանոթ եք այս խաղին, մենք որևէ վտանգներ պիտի տեսնենք այստեղ, Աստված մի արածե, կան արդյոք տուժածներ, թե չկան։ Շնորհակալություն, սկսենք մի փոքր սկզբից, առհասարակ համացանցից կախվածությունը կամ կիբերկախվածության հիվանդությունը, իսկ դա հիվանդություն է, այսօր դիտարկվում է որպես հասարակությանը սպառնացող վտանգներից երկրորդը համաշխարհային մակարդակով չարորակ գոյացությունից հետո։ Օհո։ Այո։ Իսկ թմրանյութերին անցել է։ Այո։ Այո։ Եվ այստեղ փաստի հետ գործ ունենք, որ այլևս փաստ է համակարգչային աշխարհը մարդկանց եւ երեխաների, հատկապես երեխաների համար։ Ինչու՞։ Որովհետեւ եթե ծնողը սկսում է երեխային ինչ-որ ուտելիք տալ, միացնում է մուլտֆիլմը եւ այսպես ընտելացման է սովորեցնում, հա, երեխային աստիճանաբար ընտելացնում է համակարգչից կախվածության։ Ինքը դա չի գիտակցում, սմարթֆոնից կախվածության։ Հետագայում արդեն իսկ գիտնականները գտան, որ 7-ից 8 տարեկանից մինչև 18 տարեկան երեխայի ուղեղը նյարդային ամբողջ ցանցը ատրոֆիա է ենթարկված։ Նրանք, ովքեր արդեն իսկ 10-15 տարի առաջ օգտագործել են եւ օգտագործում են սմարթֆոն։ Եթե մեզ ասեին մի 15 տարի առաջ, որ դուք ծնողներդ ինչ որ զենք եք գնելու տակ ձեր երեխային, թանկ զենք, որը սպառնալու է նրա մտավոր, հոգեկան եւ բարոյական կերպարին, մենք չէինք հավատա եւ կնդվզեինք։ Այսօր դա այլևս փաստ է։
Եվ այդ փաստերի մեջ ժամանակ առ ժամանակ ցայտում են խաղեր, որոնք նկարագրում են ազգի դեմքը։ Ըստ էության ինչ է խաղը։ Երեխան ընտանիքի դիմագիծն է, ընտանիքը հասարակության դիմագիծն է։ Եվ այն խաղերը, որոնք պատկերում են կամ որոնք խաղում են երեխաները, ուղիղ գծով հոգեսոցիալական վիճակն է նկարագրում տվյալ ազգի, տվյալ երկրի, տվյալ երևույթների։ Երեխան ընդհանրապես նմանակում է ընտանիքի լուր գաղտնի հոգեբանական սյուքը, այն ապրումները եւ անհանգստությունը, ինչը տեղի ունենում իրենից դուրս, բայց չէ որ երեխան լակմուս է, երեխային անվանում են նաև քայլող լաբորատորիա կամ երեխային անվանում են ընտանիքի լակմուս։ Չէ որ նա արտահայտում է այն, ինչ որ պատկերում է իր խաղերի մեջ։ Այսօր Կարմիր դուռ, դեղին դուռ եւ այլ դռներ խաղը պատկերում է ընդհանրապես տիրող զազրելի վիճակը ընտանիքներում եւ սոցիումում, Ռուսաստանի սոցիումում հատկապես Ռուսաստանի Դաշնությունը հսկա երկիր է, բայց անկառավարելի է դարձել ժողովրդի ցածում կամ թե համբերությունը, հա, պատերազմի հետ կապված, որովհետև ցանկացած պատերազմ վտանգ է։ Իսկ երեխայի համար, որը կրկնեմ լակմուս է եւ զգայուն է, եւ փխրուն է, եւ ամեն ինչ շատ ավելի շուտ է զգայում, հատկապես դեռահասը, դա դառնում է նրա համար տրիգեր։ Բացի այն, որ սա ունի այսպես պրոյեկտելու միտում, Կին Խառատյան, նաև կոնկրետ մեխանիկական գործողությունների են մղում պատանիներին, դեռահասներին։ Այո, որ մենք եւս մի քանի տարբերակներ գիտեինք կոնկրետ գործողությունների մղման, որ ինչ է լինում, բայց սա ոնց որ թե ավելի խորն է, այստեղ ինչ որ երևի թե կոնկրետ նեյրոհոգեբաններ են կամ հոգեբաններ են աշխատել, որպեսզի կարողանան ինչպես հակարդի մեջ գցել։ Այդ ինչ պրակտիկ խորհուրդներ կտաք խուսափելու համար եւ վերջապես սա ինչ հիպնոսի տարբերակ է, որովհետեւ հիմնական հիպնոզ բառը այստեղ ամենաշատն է օգտագործվում։ Խաղը, հատկապես համակարգչային խաղերը, համացանցային, դա ինդուստրիա է։ Ինչպես չարոյագոյացությունների համար տեղերը։ Մեծ ինդուստրիա է, որի առջև հնարավոր չի հասարակ մարդը կանգնի եւ ինչ որ քայլ անի դրան ընդդեմ, հակընդդեմ։ Պարզապես որպեսզի չընտրենք սևաղվեսին, պետք է ընտրենք սպիտակ գայլին եւ պետք է կարողանալ երեխաների մոտ այն բացը հսկայական, որը տրվում է ծնողների կողմից երեխաներին, քանի որ երեխան դպրոցում է, իսկ ծնողը զբաղված է գումար աշխատելով կամ պատերազմի մասին մտածելով կամ քաղաքականության մասին դատելով, երեխային սկսի առավել ուշադրություն դարձնել եւ այդ վտանգավոր արատավոր երևույթները գալիս են միմիայն ապացուցելու, որ ծնողը օտարվել է երեխայից, ծնողը մտել է հասարակական քաղաքական դաշտի մեջ, իսկ երեխան մնացել է միայնակ ամբողջ իր խնդիրների հետ։ Երեխան ընդհանրապես այս պահին տվյալ խաղի հետ կապված մեխանիկական գործողություններ է անում, որովհետև ինքը մասնագետ չի, ինքը հիպնոսավար չի, ինքը հոգեբան չի, ընդհանրապես ավտոմատ գործողություններ են կատարում, որպեսզի երեխային մտցնեն տրանսի մեջ, նրան ներշնչելով վատ երևույթներ, վատ խոսքեր եւ տեսնելու միայն ակնկալելու միայն տեսնելու այն վտանգը, որը երեխայի մեջ է եւ որը հասարակության մեջ է նաեւ։ Տիկին առանց խոսում ենք ընտանիքի ազդեցության մասին, բայց չմոռանանք, որ նաև շատ մեծ ազդեցություն ունեն երեխաների վրա, նաև դպրոցը, շրջապատը, եւ գիտենք շատ դեպքեր, երբ երեխաների լավ ընտանիքից են եղել եւ ծնողները հետեւողական, բայց միգուցե դպրոցում, հա, ընկերների ազդեցության տակ, քանի որ դեպքերը, որոնք որ գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում, դա երեխան երեխայի հանդեպ է իրագործել, հա, այսինքն իրենք են փորձել մեկը մյուսին տրանսի մեջ գցել։ Ինչպես պետք է մենք հասկանանք, ենթադրենք, որ մեր երեխան այս խաղի մեջ է։ Կան ինչ որ նշումներ, հա, որ այդրանից կարող ենք արդեն գիտակցել, որ երեխան արդեն իսկ սկսել է խաղը, որտեղ սա էլ սա մի ընթացք է, միանգամից չեն հասնում այդ տրանսին, ինչպես դիտել ենք արդեն խաղի ընթացքը։ Մարդիկ միգրացիայի ենթարկվելով գալիս են Հայաստան, բերելով իրենց հետ այն մշակույթը, որտեղ ապրել են։
ինքս անձամբ ունեցել եմ շատ այցելուներ անցյալ տարի Ամերիկայից, երեխան Ալեքսի Տիմիայով էր տառապում, այսինքն անխոսքությամբ վերբալ խոսքի բացակայություն իսպար, որը եկել էր հենց ֆաբինգից, այդ գաջետների կախումից, եւ այն ինչի մասին մենք խոսում ենք, ինքը ունի իր հետագիծը, բավականին երկար հետագիծ է, որ այսօր հասել է այստեղ։ Եվ լավ է, որ Հայաստանում այդ մասին արդեն իսկ խոսում են քանի տարի, որովհետև հենց այդ միգրացված երեխաներն են դպրոցում կախման մեջ մտնող թմրանյութերով եւ խաղամոլությամբ տառապող։ Այսօրվա կիբերկախված երեխան վաղվա խաղամոլն է թղթախաղով տառապող եւ գիտեք արդեն թմրանյութերով տառապող։ Այսինքն մենք խոսում ենք դեռահասների մասին, բայց մեծահասակների մասին այսօր լռում են, չէ՞ որ անգամ պիտակավորում են նրանց հասարակության մեջ, որ մինչդեռ դա հիվանդություն է եւ պետք է կանխել։ Եվ անցյալ տարի միասին կարող ենք հասարակական կազմակերպությունը սկսեց մի շարժում, որ խաղամոլության եւ թմրամոլության ենթարկված երեխաների ծնողների հետ դասընթաց կազմակերպեց 12 դպրոցում։ Եվ այդ 12 դպրոցի ծնողները արդեն իսկ կարողացան գիտակցել իրենց բաց թողնված այն ժամանակը, որը երեխան չի ներում իր գործողություններով եւ վարքի մոտիվացիայով, ինչը արդեն իսկ շեղված է։ Եվ սկսեցին գիտակցելով, չէ՞ որ ցանկացած վախ դա անկրթություն է, դա անգիտություն է, տգիտություն է։ Եվ յուրաքանչյուր ծնող գիտակցելով այդ մասին, վերադարձավ իր ընտանիք եւ սկսեց ուղղել այդ խնդիրները։ Իհարկե կախվածության դեմ պայքարի ազգային ինստիտուտ ունենք, ազգային կենտրոն ունենք, նրանց շնորհիվ իհարկե հոգեբանների շնորհիվ, չէ՞ որ առաջին դուռը ցանկացած հիվանդության ոչ թե հիվանդանոցն է, այլ հոգեբանը։ Եվ երեխաները սկսելով աշխատել հոգեբանների հետ, ստեղծվեց այդ սերը եւ վստահությունը, ինչը պակասում է երեխային այսօր, որ նա վերադառնա հասարակություն առողջ։ Եվ ինչ է պատճառը, որ ինքը մտնում է կախվածության մեջ։ Այո, կախվածության մեջ երեխաները ունեն արդեն իսկ դեմք, դիմագիծ եւ կախվածության մեջ երեխաներին արդեն իսկ հնարավոր է շատ հանգիստ տեսնել, տարբերակել։ Այո, դրանք օտարված հայացքը թափառող, գաջետ փնտրող, մշտապես լուռ, մշտապես դյուրագրգիռ, անհաղորդ, այո, երեխաներն են սոցիումից դուրս, ուսումից դուրս մնացած, ընտանիքի ուշադրությունից եւ սիրուց դուրս մնացած միանշանակ եւ ընկերական կամ մարդկային շփման կարոտ, որտեղից է գալիս այս արատը, գալիս է ընտանիքից, որտեղ շփումները շատ քիչ են, կամ ասում են դե լավ, դու լուր նստի խաղա, ես իմ գործը անեմ։ Այսպես ծնողական հետաքրքիր հեշտ ասում եք մի բան, որ ես վստահ եմ մեր հեռուստադիտողների մոտ եւ իրենց շրջապատում սա հաճախ հանդիպող թեմա է, հաճախ հանդիպող երևույթ է, բայց մի պահ էլի հետ վերադառնանք դեպի խաղին, այստեղ ինձ համար բաց է մնացել այս մեխանիկական վնասվածք կոչվածը, այսինքն ինչպես են քներակը որտեղ է, ինչ գիտեն, ինչքան պիտի սեղմեն, սեղմելուց հետո ինչ հետևանքներ պիտի լինի, արդյոք սա ընդհանուր միջև մահվան ելքով կարող է լինել։ Ինչպես պիտի խուսափել ես ամեն ինչից պրակտիկ ավելի ուղեցույց տիկին Հարությունյան։ Որպեսզի ընտրենք առողջը, պետք է անընդհատ խոսենք առողջի մասին եւ մոռանանք բացարձակապես այն վատ երևույթների մասին, որ տեսել ենք, բայց քանի որ դուք հարցնում եք, ես պատասխանեմ, որ ցանկացած կրկնություն երեխայի մոտ առաջացնում է կենտրոնացում եւ ցանկացած կենտրոնացում վատի վրա բերում է տրանսի, բերում է վատ երևույթի երևակայության։ Երևակայությունն արդեն իսկ աշխատում է եւ այնտեղ իսկ դու ինչ ես տեսնում, սև դուր տեսնում ես կամ մարդ տեսար գլխարկով կամ դու տեսար այնինչ 3 տրիգերներն են անվանում, որոնք արդեն իսկ վախենալու են երեխայի համար։ Գիտեն, արդեն իսկ իրենք ուղղորդված են, թե ուր են գնում եւ ինչ են տեսնելու։ Այսինքն այն հետաքրքրությունը, որ իրենք չեն գտնում կյանքում, իրենք խաղի միջոցով ուզում են արտահայտել, չիմանալով, թե արդյունքում ինչ է լինելու։ Բացի այդ, համացանցը, որը փակ չէ, առհասարակ, նրանք տեսնում են, ենթադրենք, ինչպես է կատարվում հիպնոսը, ինչպես է կատարվում տրանսը, ինչպես են դուրս գալիս մարդիկ այդ տրանսից կամ ընդհանրապես դուրս չեն գալիս։ Մեկը մի անգամ տեսել է նման համապատասխան խաղ եւ տարբերակել է 5 կարևոր կոմպոնենտ։ Ա. վտանգավոր է, B. հետաքրքիր է,
երրորդը ինձ բիզնեսի շատ մեծ հնարավորություն կտա, քանի որ դա դեռահասների, այսինքն ընտանիքի լակմուսի համար է, որոնք առավել խոցելի են, առավել իրենց վրա հնարավոր է ոչ մեծ են, ոչ փոքր են, դեռ անհաս են եւ իրենք կարող են կատարել իրենց ծրագիրը, հա, այն ծրագիրը, որը տրվել է այդ պահին եւ անշուշտ լայն տարածում կգտնի եւ առանց սահմանների, հա։ Այս ամենը միասին դարձել է բիզնես, որը նախկինում կարմիր կապույտ կետն էր։ Այո։ Հիշում եք եւ մավան ելքերով, այո։ Այո, այո, մենք Հայաստանում ունեցանք շատ, այո, նման դեպքեր շատ ցավոք, այո։ Այստեղ կենտրոնացումը պետք է տանել միայն երեխաներին կապելով ծնողի հետ, ծնողը գիտակցի իր բաց թողնված ժամանակը եւ չասեմ սխալը, որովհետեւ յուրաքանչյուրս էլ ծնող ենք եւ այդ պահին տվյալ պահի հարմարավետության համար մեր երեխային տալիս ենք այդ թույնը եւ անիմաստ է մտածել, որ ամեն օր դու երեխային թույն տաս, թույն կերակրես կամ թունավոր ինչ-որ ուտելիք, վաղը մյուս օր նա առողջ կմեծանա եւ չի թունավորվի։ Սա հենց այդ վիրտուալ թույնն է, որ օտարում է հասարակությունից, իսկ հասարակությունը երեխան արդեն խաղի տեսքով է պատկերում այն վախերը եւ այն վիճակները, որից ինքը անհաղորդ է եւ որը ըստ իր պատկերացման եւ երևակայության տանում է մահվան, ինչպես պատերազմը։ Տիկին Խարատյան, հետաքրքիրը գիտեք որն է, որ այն սերունդը, որ հիմա կախված են գադջետներից, սրանք այն մարդկանց սերունդն են, որոնք փոքրի շատ է մեդիա գրագետ պիտի լինեին։ Հերո չգնանք, իմ սերնդի երեխաները, իմ սերնդից ծնված երեխաները արդեն այս չարիքի մեջ են, մինչդեռ մենք մեր ծնողների համեմատ մեդիա գրագետ էինք։ Անշուշտ։ Հիմա ինչպես է ստացվում, որ մենք լինելով այս ինտերնետի, այս քաոսի, այստեղ կարողանալով որևէ անտառում կողմնորոշվելու, կրկին բախվում ենք այս մեդիա գրագետ չլինելուն։ Սա արդյոք դրանից է գալիս, պիտի ծնողը մեդիա գրագետ լինի, որ երեխաները կարողանան, թե այս խաբելու տարբերակները, հակարդները այնքան շատ են, որ մենք էլ չենք հասկանում։ Ծնողները պետք է ունենան time management, որպեսզի կարողանան լինելով մեդիա գրագետ կամ ոչ մեդիա գրագետ, ընդհանրապես երեխային տան սեր եւ ուշադրություն, որպեսզի երեխան դա չփնտրի հասարակական ցանցերում։ Իսկ մեդիա գրագիտությունը սա նաեւ գենետիկ է, նաեւ ընտանեկան ավանդույթներ են, որովհետեւ ցանկացած դպրոց գնացող երեխա իր ընտանիքի հայելին է դառնում եւ ընտանիքից եկած ավանդույթներն է շարունակում։ Եթե ծնողները акցենտը դոմինանտը դնում են երեխայի կրթության վրա, այսօր դու զբաղված ես, սա է քո schedule-ը, սա քո ծրագիրն է օրվա, եւ իհարկե իրենք են կազմում այդ սպիտակ ծրագիրը երեխայի հետ, ոչ թե թույլ են տալիս երեխան ինքն իր ֆանտազիայով, հա, մտնի սոցցանց եւ զբաղվի այնպես, ինչպես կցանկանա, վիրտուալ ընկերների հետ, ով իրականում ընկեր չի։ Այսօր ծնողի բաց թողումը սա հասարակության ախտ է դարձել։ Ծնողը պետք է ինքը տնօրինի եկար դասից հանգստացար, քեզ ժամ հանգստանալու ժամ, դրանից հետո դու դասի ես մեդիա գրագիտության, չգիտեմ, սպորտի, քո հոբի, չէ որ այսօրվա երեխան, ով որ սկսում է արվեստով զբաղվել, վաղվա արվեստագետն է, անիմաստ է ակնկալել վաղվա գրագետ եւ տեղեկացված երեխա, եթե հիմքը չի դրվում հենց դեռահասությունից, ի սկզբանե։ Եվ այս ծրագիրը ես դասացուցակ չեմ անվանում, որովհետև դա դպրոցում է, այն ծրագիրը, այո, ծնողը պետք է կարողանա ստեղծել եւ հենց այդ պահից սկսած երեխան ուղղորդվի այնտեղ, որտեղ պետք է ամբողջ իր օրը անցկացնի։ Հետո նոր, օքեյ, եկար, շնորհակալ եմ, արի միասին խաղանք այս ինչ խաղը։ Չէ որ դա ընկերներին նմանակելու մի տարբերակ է, ինչպես ասեց Դիանան, եւ այսօր մենք պետք է ուզենք թե չուզենք նմանվենք մեր ընկերներին, ընկերը խաղում է, իսկ ես դուրս եմ մնում այդ շրջապատից։ Տիկին Խարատյան, հիմա դուք փաստացի ասում եք պրակտիկ ուղղորդումներ, որոնք որ յուրաքանչյուր ծնող պիտի անի։ Հիմա ես իմ օրինակի վրա մի պատմություն պատմեմ։ Երբ տղաս այս խաղերով տարված էր, յուրաքանչյուր տարիքում, հատկապես տղաները, որևէ խաղով անպայման ընդունում են, գոնե թե հետ չմնալու իր դասարանցիներից, ընկերներից եւ այլն։ Ես այդ նույն խաղը իմ հեռախոսի մեջ ունեցա եւ մենք դարձանք ընկերներ եւ մենք իրար հետ էինք թշնամիներին, այդպես ասած, կրակում։ Սա իրեն համար մի հետաքրքիր փորձառություն էր, որ
ոնց իմ papan էլ այս խաղը խաղում եւ չգիտեմ երևի թե սա խթան հանդիսացա որ նա այդ խաղին այդքան էլ սկսեց ինչ որ չվերաբերվել կամ դարձնել դոմինանտ ինչպես դուք նշում եք սա ճիշտ մոտեցում է քո երեխայի խաղերը ունենալը թե դա անձնական դաշտ մտնել է միանգամայն ճիշտ մոտեցում է դուք ունեք ինտուիցիա, որը հրաշալի աշխատել է, որովհետև եթե դու ուզում ես երեխայի արատը վերացնել, դարձիր նրա ընկերը ճակերտավոր եւ բարի իրական իմաստով եւ սկսիր այդ փորձառությունը տանել միասին։ Ցանկացած փորձառություն, երբ որ կիսվում է երեխայի հետ, անգամ վտանգը, տեսեք, երեխան ինչու է գնում ինտերնետ համացանց իր աշխարհը ունենալու, գտնելու այն ինչ որ չունի։ Իսկ մենք ինչ ենք անում մեր երեխային։ Դուք հրաշալի ձևով չեք պարսավել երեխային այդ խաղը ագրեսիայի դրսևորման խաղը խաղալու, այլ մտել եք այդ խաղի մեջ իր հետ խաղալու համար, որովհետև դա ընդհանրապես խաղ է եւ կարողացել եք ուղղորդել դեպի դրական ուղղություն։ Իմ ասելիքը նա է, որ ցանկացած երևույթ շատ նուրբ ձևով երեխային ուղղորդելով դեպի դրական մղումներ, երեխան դուրս է գալիս ցանկացած վիճակից եւ ինքը ընդհանրապես պլաստիլինի հոգի ունի, որ երբ որ դու մոտենում ես սիրով, ինքը սիրով է պատասխանում, երբ որ դու մոտենում ես ագրեսիայով չի կարելի եւ դոմինանտ կամ թե ինչպես ասում են այսպես դերես դիրք ես դնում, հա, ծնողի դիրք, այդպես նախկին կոմունիստներից եկած դիրքը չի կարելի, պետք է չանես եւ չեն ասում ալտերնատիվը ինչ անել։ Իսկ դուք ինչ անելն եք ասել իրեն եւ տարել եք ուղղորդել եք դեպի դուրս, դեպի ավելի խաղաղ եւ հանգիստ խաղեր, ուսուցողական խաղեր։ Լավ, իսկ մի ուրիշ հարց, պետության կողմից արդյոք կա ինչ-որ որևիցե հսկողություն կամ ձեր ասած հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք որ հսկում են, որովհետև նույն գիտի պատմությունը, երբ որ մենք գիտենք, դրանից հետո արդեն ազգային անվտանգությունը սկսեց զբաղվել եւ կարծես թե այդ խաղը փակվեց Հայաստանի Հանրապետությունում։ Արդյոք հիմա ինչ-որ նորից գնում են գործառույթներ այս խաղին վերաբերյալ։ Նման կարևորագույն խնդիրները արդեն ապացուցված է, ժամանակին ինքս էլ հասարակական կազմակերպություն ունի, այսօր առողջ ընտանիք կենտրոնն եմ հիմնադրել, հնչում են հասարակության կողմից, ելնում են ժողովրդի կողմից, ընտանիքների կողմից եւ բարձրաձայնում են այդ հարցը ՀԿ-ները կամ կենտրոնները։ Նման այո համատեղ աշխատանք եղել է անցյալ տարի եւ հուսանք կշարունակվի նաև այս տարի պետություն եւ հասարակական սեկտոր միասին, որպեսզի կարողանան կանխել այս դարի ախտը, չէ որ չլինի կարմիր տեղին դուրը, կլինի մեկ այլ խաղ։ Եվ այսօր ավելի շատ շեշտը պետք է դրվի երեխայի համացանցային ուղղվածության, ինչպես դուք եք ասում, մեդիա գրագիտության վրա եւ երեխային մենք ունենք փայլուն երեխաներ, որոնք 13-14 տարեկանում Հայաստան են ներկայացնում արտասահմանում իրենց փայլուն գիտելիքներով եւ ընդունվում են Ամերիկայի գիտեմ 14 տարեկան երեխա Մասաչուսեթսի համալսարան ընդունվել է հենց կիբեր խաղերի գծով, որ ինքն է ստեղծում սովորեցնող խաղեր, ուսուցանող խաղեր։ Պիտի խառատյան թեման այնքան լայն է, որ չենք կարող 20 րոպեում սպառել, էլ չխոսեցինք այն տարօրինակ բնավորության մասին, որ օրինակ եթե իմ սերունդը խաղում էր խաղեր, հիմիկվա սերունդը դիտում է թե ինչպես են խաղում խաղեր։ Սա մեկ այլ լրիվ ուրիշ էլի վտանգ է, որ ըստ երևույթին երևի թե հաջորդ անգամ իրար հետ հասցնենք խոսել։ Ձեզ շատ շնորհակալություն, սիրելի ծնողներ, աչալուրջ եղեք, հետևեք, նայեք, թե ձեր երեխաները ինչ են նայում, ամենապարզ տարբերակով վերցրեք եւ history բաժնում, պատմություն բաժնում նայեք, տեսեք թե դրանք ինչ են նայել, դրանից ամբողջ հետևությունները կանեք ինքներդ, եթե միջև այդ դեռ չէի կարել։ Ընտանեկան եւ քվանտային հոգեբան Նաիրա Խառատյանն էր մեր տաղավարում, շնորհակալ ենք հուսադրող զրույցի համար։ Շնորհակալ եմ ինքս։ Գնանք գովազդի, գանք քիչ հետո։ Վերադարձանք սիրելիներ, այս կիբեր աշխարհից հետո մեր հյուրի զրույցը թոթափելու համար հիշեցնենք, որ Կիրակի օրը
Սուրբ Զատկի տոնն է եւ շատերը այդ օրը նաեւ կլինեն Մայրաթոռում պատարագի, իսկ հիշեցնեմ, որ Մայրաթոռը վերանորոգումը ավարտել է, պատերը ամբողջությամբ թարմացված են, հայկական ամենակարևոր նախշերն ու էսքիզները այնտեղ երևում են, էսքիզ բառը խնդրեմ շարունակի։ Այո, հենց այս նյութի մասին պիտի այսօր խոսենք, քանի որ այս գեղեցկությունը ել ավելի գեղեցկացել է, ինչպես Արտուրը նշեց, տարիներ շարունակ մենք սպասում ենք վերանորոգման ավարտին։ Այո, Զատիկը կարծում եմ, որ շատ լավ տոն է, որ բոլորս միասին գնանք եւ վայելենք Աստծո ներկայությունը եկեղեցում։ Տեսանյութը կարծում եմ ել ավելի կգեղեցկացնի։ Մայրաթոռի էսքիզները գնանք հայկական էսքիզների հետքերով։ Այսպիսի հրաշք Երևանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորությամբ, չէ մի քիչ ավել հեռավորության վրա, Կիրակի օրը վստահ եմ, որ հոսքը շատ է լինելու, այսօր վաղը այցելեք, եթե կհասցնեք Կիրակի էլ այցելեք եւ ընդհանրապես հաճախ գնացեք եկեղեցի, եթե նույնիսկ հավատավոր չեք, գոնե միայն, եթե հավատավոր չեք, գոնե միայն ճարտարապետության համար գնացեք։ Բայց շատ լավ կլինի, որ հավատավոր լինեք եւ գնաք նաեւ։ Ամեն մեկը իր ընտրություն ունի, այո, ոնց կարող ես մարդուն ստիպել ինչ-որ բան անել։ Մենք էլ չենք ստիպում ոչ ոքի, այլ առաջարկում ենք լավ երաժշտություն։ Եթե կբարձրացնես հեռուստացույցի ձայնը, տան մեծերը քեզ շնորհակալ կլինեն, որովհետեւ սա նրանց սրտին դարման լինող երաժշտական հատված է։ Խնդրեմ։ Բա տեսակ ավակ սերունդը ինչ շնորհակալ է հիմա այս լավ ժեստի համար։ Իհարկե շատ դուր եկավ, չէ՞ Արտուր։ Դե մեզ դուր եկավ, որ մենք խորհուրդ տվեցինք եւ մեր եթերից հնչեցրեցինք։ Շարժվենք առաջ, մեզ նաեւ շատ դուր է գալիս այս ստենդը, որ այստեղ դրված է, հատկապես այն մարդկանց, ովքեր որ տեխնոլոգիական այս աշխարհում իրենց տեղը գտել են, ես ու տղաս ամեն դեպս գտել ենք։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ, այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է ընդամենը 30 րոպե ժամանակ։ Խնայեք ձեր գումարը եւ ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 8101 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Stark պարագաները Ozon կամ Wildberries marketplace-ներից։ Զանգել ավելի հեշտ է, քան մի շաբաթ կամ 5 օր սպասելը, դրա համար զանգեք եւ միանգամից վերցրեք ձեր էլեմենտները եւ լիցքավորվող էլեմենտները։ Այո։ Իմիջիալոց 2A եւ 3A-ի տարբերությունը, ինձ թվում է դուք գիտեք, փոքրը 3A-ն է, փոքր էլեմենտը սա 3A է, որտեղ գրված է AAA։ Դե գիտեք, ժամացույցի էլեմենտը, պատի ժամացույց, մեր ժամանակում ինձ տենց են ասում։ Ամենակարևորը Արտուր նաև որ ինքը 6 տարի երաշխիքի մեջ է։ Դա կարծում եմ շատ կարևոր փաստ է, որ այն կարելի է օգտագործել շատ երկար տարիներ։ Գնանք գովազդի, հետո վերադառնանք եւ մի լավ մշակութային եւ ոչ միայն մշակութային զրույց ենք ունենալու։ Հայաստանի ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանում պահվում են արծաթյա հայկական գեղեցիկ կոտիներ, բաժակներ եւ սպասքի այլ պարագաներ։ Դրանց բացառիկ նմուշներն են, որ ցույց են տալիս հայ արծաթագործների վարպետությունն ու թողած մշակութային ժառանգությունը։ Ինչպիսի արժեքավոր զարդեր կան այսօր մեր գանձարաններում եւ զարգացման ինչ պատմություն ունի արծաթագործությունը, կպատմի մեր հյուրը արվեստաբանության դոցենտ, արվեստաբան Սաթենիկ Չուգազյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Մենք անպայման պիտի պատմական ակնարկ ունենանք, պիտի գնանք լավ հետ, որովհետև ինչ լավագույն նորը մոռացված հինն է։ Հասկանանք, արդյոք մեր պարագայում դա աշխատում է, թե մենք լրիվ նոր հոսք ենք վերցրել, լրիվ գնում ենք ինչ-որ արևմտյան կողմ, թե գնում ենք եվրոպական կողմ, թե մենք մերը ունենք, մեր նախշերը բացառիկ են եւ մեզ են կրկնօրինակում։ Այսպեսի մի լիգբեզ ունենանք այսօր մեր եթերում։ Խնդրեմ, Սաթենիկ ջան, համեցեք։
Շնորհակալություն հրավերի համար ու միշտ ուրախ եմ գալ ձեզ հյուր եւ որը սկսել նաեւ այսպեսի գունեղ միջավայրում։ Իրականում թեման բավականին բազմաբովանդակ է։ Նախ պիտի իրոք սկսենք հնուց։ Դեռևս արծաթեղենը, արծաթի զարդերը եղել են մեր տարազի հիմնական բաղադրիչը, որոնք ոչ միայն գեղեցկացնելու կանանց ու տղամարդկանց պչնվելու առիթ են եղել, այլ նաեւ սիմվոլիկ նշանակություն են ունեցել եւ հմայելի դեր են կատարել։ Ու բավականին հետաքրքիր է, որ մեզանում ներկայումս շատ երիտասարդներ, ինչը ինձ շատ իդեպ ուրախացնում է, առօրյայում կիրառում են, կրում են առօրյա հագուստի հետ տարատեսակ զարդեր, բայց չգիտեն դրանց խորհրդաբանությունը եւ շատ հաճախ նույնիսկ շփոթում են կանայք կրում են տղամարդկանց գոտիներների, որ իշ սիմվոլիկա է այդտեղ եւ նույնիսկ հակառակ են կրում, սխալ, ներքևի հատվածը վերև են կրում եւ այլն եւ այլն։ Եվ առասարակ գոտի կրելը շատ քաջություն պիտի եւ կարեւոր է, որովհետեւ ամեն անգամ չպիտի գոտի կրել։ Եվ մենք հայերս նաեւ մեր լեզվամտածողության մեջ ունենք գոտեպնդել բառը, որ լեզվով կարող ես թարգմանել եւ բացատրել գոտեպնդելը ինչ է։ Իրականում գոտին ունեցել է տղամարդկանց դեպքում պատվի հարստությունը շեշտելու նպատակ, կանանց դեպքում պատիվներ։ Կինը կարող էր գոտի կրել միայն ամուսնանալուց հետո եւ գոտին արձակելը պատվազրկելու խորհուրդն ուներ։ Կանանց գոտիների դեպքում մենք տեսնում ենք բռնաբերության թեմայի հետ կապված զարդեր, տղամարդկանց գոտիների դեպքում տեսնում ենք եւ հմայելի եւ նրանց աստիճանը շեշտող տարրեր եւ շատ հետաքրքիր է, ես պատերազմից հետո սկսեցի այս թեմաներ ավելի ուսումնասիրել, քանի որ տեսա, որ մեր թշնամիները սկսել են զավթել ոչ միայն Արևմտյան Հայաստանում մնացած նմուշները, այլ նաև ինչու՞ չէ հենց արցախյան օրինակները, այսինքն այն նմուշները, որոնք եթե մենք ընդհանրապես տես չենք կանգնում մեր ժառանգությանը, դա շատ հեշտ այդպես յուրացվում է հարևանների կողմից, ու դա ոչ միայն թշնամիներն է, հարևաններ ասելով պիտի նաև բոլորին ներառենք։ Քանի որ մենք ունենք խնդիր ցեղասպանությունից հետո, ցավոք, մեր գանձերը հայտնվեցին աշխարհի տարբեր թանգարաններում, նաև մասնավոր հավաքածուներում, եւ ես պատերազմից հետո անդրադարձա, որ չունենք համապարփակ մեկ աշխատություն կամ մի ցուցահանդես երբևէ չի եղել, որը որ կմիավորի բոլոր հավաքածուներն, բոլոր թանգարաններն, որոնք արդեն Նելի ջան նշեցիք, այդ բոլոր գանձարաններում պահվող նմուշները եւ ոչ ոք ցավոք չի կարողացել նախկինում ուսումնասիրի տեսնի բոլոր նմուշները։ Ես պիտի նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր թանգարանների տնօրեններին եւ ֆոնդապահներին այն հնարավորության համար, որ ինձ տրամադրեցին, որպեսզի ես կարողանամ այդ ամեն լինելով Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի վարիչ, ինքս սկզբից սկսեցի ուսումնասիրել պատկերասրահի հավաքածուն։ Հետո արդեն նաև Էջմիածնի, Պատմության թանգարանի, Սարդարապատի ու դրանից զատ նաև Ժողարվեստի թանգարանի հավաքածուներ, Լուսիկ Ագուլեցու հավաքածուն, հոյակապ, որից հետո արդեն արտերկրի նմուշները նայեցի եւ կարողացա գտնել արտասահմանում, անգամ ոչ միայն Ֆրանսիայում եւ մեզ հայտնի կարևոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ կարևոր գաղթավայրերում, այլ նաև կարողացա գտնել փոքրիկ թանգարաններում, անգամ օրինակ Օքսֆորդում հայկական գոտի, որը երևի եզակի օրինակներից էր, որ նշված էր, որ հայկական է, Իվանի գոտի էր, հրաշք մի նմուշ, բայց մնացածների դեպքում մենք չգիտենք ոչ հեղինակներին, չգիտենք անունները, ստեղծման վայրը եւ դա շատ այսպես դետեկտիվի աշխատանք էր։ Այս ուսումնասիրությունը, այս դետեկտիվի ուսումնասիրությունը ինչ եզրակացության է ձեզ բերել։ Այո, եզրակացությունը հետեւյալն է, որ մենք ունեցել ենք հոյակապ վարպետներ, որոնք աշխատել են տարբեր կենտրոններում, կլինի դա Թիֆլիս, կլինի Վան, կլինի Սեբաստիա, ու դրա շնորհիվ մենք հնարավորություն ունենք հիմա պատկերացնելու մեր դպրոցները արտադրության, ինչը մինչ այդ ցավոք անհասանելի էր ու անհնարին։ Պիտի դեպ հիշատակեմ նաև մի երիտասարդի Համլետի Հովսեփյանին, որը որ ապրելով արտերկրում հավաքում է աճուրդներից գնում է հայկական նմուշները, արտակարգ գործ է անում, փրկում է մասունքների նման եւ այդ մասնիկները նա հավաքում է եւ բարբերաբար նույնիսկ համացանցում տեղադրելով ծանոթացնում է ու նաև կրթում է ինչու՞ չէ։ Այդ կրթելու նպատակ ունի նաև այն հետազոտությունները, որ ես կամ այլ գիտնականները անում ենք, վերջերս օրինակ շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ Էրմիտաժի հավաքածուում, երբ ուսումնասիրություն է անում, Էրմիտաժի հավաքածուում գտա մի գոտի, որ անմիջապես հասկացա, որ հայկական է։ Ցավոք դա նշված էր իբրև Հյուսիսային Կովկաս, եւ ես մասնակցեցի Էրմիտաժի գիտաժողովին, որից հետո նրանք առաջարկեցին տպագրել դա։
ինչից հետո պիտի փոխեն անվանումը։ 3 տարի տևեց այդ հետազոտական աշխատանքի արդյունքում տպագրությունը եղավ, ի վերջո, ու հիմա արդեն նրանք պիտի փոխեն, դա դարձնեն հայկական։ Եվ այսպես ես կարծում եմ մենք մասնիկ առ մասնիկ փոքրիկ հաղթանակ, բայց այս փոքրիկ հաղթանակը հույս է տալիս, որ մենք կկարողանանք ետ բերել մնացած մեր նմուշները։ Ու այնպիսի շքեղ գոտի է թագի պատկերով, թագավորակ, այսինքն ազնվական ընտանիքի մի տղամարդ է գրել։ Հիմա երկրորդ մասն է, որ պիտի գտնեմ ով է եղել այդ ազնվականը։ Մի բան է գտնել հայկականը, մի բան է գտնել ով է գրել։ Լրիվ դետեկտիվ աշխատանք է, այսինքն փոքրիկ կնիկներից, ստորագրություններից, բանից, տարեթվից, ոճից եւ այլն ելնելով, պիտի կարողանաս պատմությունը վերականգնել իր փշուրներից, փոքրիկ մասնիկներից վերստեղծում ենք ու վերկերտում ենք մեր պատմությունը, մեր ամբողջ արվեստի պատմությունը այս տեսքով ունի իրականում։ Եկեք հասկանանք, էլի ներկներես, ինչով պիտի տարբերել հայկական նախշը, զարդանախշը կամ վարպետի աշխատանքը երկրորդից, երրորդից, չորրորդից։ Ինչ հիմնական ուղղություններ կան, որ հիմա եթե ասեք, չգիտեմ, մեր հեռուստադիտողներն իրենց տանը կբացեն, կգտնեն, չգիտեմ։ Այ դա ամենադժվարն է։ Դրա համար պետք է մասնագիտական կրթություն ստանալ։ Հայկական զարդանախշերը ճանաչելու համար պետք է թանգարաններ այցելել, պետք է ուսումնասիրել թե հայկական մանրանկարչությունը, թե հայկական զարդաքանդակները, որովհետև միայն մանրանկարչությունը առանձին չի եղել զարդաքանդակներից, նույն զարդերը մենք տեսնում ենք եւ գորգերի վրա, եւ տեսնում ենք մեր արծաթագործության նմուշներում։ Դրա համար պետք է մասնագիտական կրթություն, բայց բացի մասնագիտական կրթությունից, արվեստաբանի մասնագիտությունից հարկ է նաեւ ուղղակի այցելել ու շատ նայելը, տեսնելը նպաստում է, որ հայկականը ճանաչենք։ Օրինակ, ես միշտ ցավով եմ տեսնում, որ վերնիսաժում կլինի կամ տարբեր պանդոկներում կլինի հայկական կոչվող կտորներ են, նախշեր են, որոնք որ այլանդակ կտորներ են, որոնք ոչ մի կապ չունեն հայկականի հետ, թուրքական կտորներ են իրականում դրանք, ու պիտի դա պետականորեն արգելվի դրանց անգամ մուտքը Հայաստան, որտեղ դա ստեղծվում է այնտեղ ու հետո ներկայացվում է իբրև հայկական ու հասարակության մոտ թյուր կարծիք է, նույնիսկ երեխաներին մանկապարտեզներում են հավելում ողբալի մի թեմա է, որ դա ամենավատը, որ ներկայացում է, դա իբրև տարազ։ Այնինչ մեր տարազը այնքան գեղեցիկ է ու ցավոք սրտի պարային խմբերն էլ չեն նպաստում, որ ճիշտ պատկերացում կազմեն տարազի մասին, որտեղ այնտեղ է շատ հաճախ տեսնում ենք տարիների վեր շատ անհաջող համադրություններ եւ մարդիկ պատկերացում են կազմում հայկական տարազի մասին, դրանց հիման վրա այնինչ մենք ունենք շատ գեղեցիկ տարազ, որը եւ պատմության թանգարանում է ներկայացված, եւ Սարդարապատում, եւ Լուսիկա Գուլեցու թանգարանում, եւ պարզապես պետք է հաճախել թանգարաններ ու կրթել մեր հայկականը պիտի ինքներս սովորենք, որպեսզի կարողանանք ճիշտ փոխանցել։ Եթե մենք օտարինը վերցնում ենք ու ներկայացնում ենք իբրև մերը, դա չի նպաստում ճիշտ հայկականի տարածմանը։ Իսկ եթե ոչ հնարավորությունը կա թանգարան գնալու, ոչ դրա ցանկությունը եւ ոչ դրա միջոցները։ Լավ, բայց դեպքում ոնց պիտի տարբերենք, եթե չեն գնում թանգարաններ։ Պետք է կարդալ ուրեմն։ Գրքեր, գրադարաններ այցելել, առնվազն գրականությունից օգտվել։ Ինչ գրականություն, ինչ հեղինակներ, ովքեր են այստեղ առաջնակցում։ Ես կարող եմ մի ամբողջ ցանկ տրամադրել, բայց կարող եք սկսել օրինակ Լուսիկա Գուլեցու հենց հավաքածուի մասին տպագրված գրքերից կամ թանգարաններ այցելելը հիմա դարձել է շատ հասանելի։ Միջոցների հետ կապված պիտի ասեմ, որ ամեն ամսվա վերջին շաբաթօրը, եթե չեմ սխալվում, անվճար է մուտքը, կարող են հանգիստ գնալ։ Բոլոր Հայաստանի փառք Աստծո բոլոր ուրեմն քաղաքներում գրեթե կան թանգարաններ հրաշալի, որտեղ կարելի այցելել եւ ինչու՞ չէ նաեւ Երևան գալով օգտվել առիթից եւ սովորել ճանաչել հայկականը ու դրա հիման վրա ոչ միայն հպարտություն է զգում, այլ նաեւ հիանում է ճաշակով ու երևակայությամբ մեր վարպետների։ Մեր հայկական արվեստը երբեք չի եղել կտրված ամբողջ աշխարհից ու դա նման է մնացած նաեւ ժողովուրդներն են այդպես ապրել։ Գոյություններ անգլերեն ասում են traveling motifs, զարդեր, որոնք որ ճամփորդում են մի երկրից մյուս երկիրը, բայց հայերը երբեք չեն կրկնօրինակել, այդ copy paste ասվածը չի եղել հայկական արվեստում։ Նրանք եթե որևէ նախշ վերցրել են, անգամ ձևափոխել են այնքան, որ դժվար է գտնել որտեղից է ծագումը գալիս կամ այլ խորհուրդ են դրել դրա մեջ։ Դրա համար էսթետիկ ճաշակը մի փոքր կարծես ներկայումս մի փոքր հեռացել են արմատներից։ Դրա համար ես կուզենամ, որ մեր թե ստեղծագործողները, թե վարպետները ճանաչելով հայկականը, դրա հիման վրա նորը ստեղծեն։ Միշտ ասում են հսկաների ուսերին պիտի կանգնես, որ նոր բան կարողանաս ասել կամ ստեղծել։ Դրա համար պիտի մեր ուսումնասիրենք հետո։ Ջնջեմ ինձ մոտից այդ հարցը, որ մենք երված ենք նոր վարպետները այդքան էլ չեն պահում այդ դպրոցը, հնից եկող դպրոցը։ Նրանք փորձում են ճիշտ ասած, բայց երկար տարիներ փակված է եղել, այդ զարդերը, գանձերը չեն ցուցադրվել, շատ քիչ է ներկայացված եղել։ Ես հիմա երազում եմ օրինակ մի ցուցահանդես համադրել, որում ու փորձում եմ ամեն ջանքերը գործադրում եմ, որտեղ կմիավորեմ բոլոր թանգարանների լավագույն օրինակները ու գո մեկտեղեմ նույն վարպետների ստեղծած աշխատանքները ու նաև նույն դպրոցների, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ
ինչպիսի հրաշք օրինակներ են ստեղծել մեր վարպետները, ինչպիսի առօրյայում նմուշներ են կիրառել սովորական մարդիկ, ինչպիսին կիրառել են ազնվականները, հարուստները եւ իհարկե հոգեվորական դասը։ Այ խոսեցիք նորը ստեղծելուց։ Մենք շատ ենք տեսնում, որ հիմա ունենք նոր սերունդ, ովքեր որ զբաղվում են արծաթագործությամբ, շատ ընկերություններ, գոտիներ, զարդեր եւ այլն։ Բայց շատ հաճախ նաեւ տեսնում ենք այս արծաթագործության մեջ, որ զարդերն էլ իրենք միշտ չէ որ հայկական են, նախշերը վերցած եւ նմուշներ։ Արդյոք կա ինչ-որ մի հետևողական խումբ, չգիտեմ, որ հետևում է անգամ էս նորը հնի հետ միասին ստեղծելու, ոճային լինելու այս գաղափարին, բայց օգտագործել հայկականը, որտեղ տեսնում ենք, որ միշտ չէ որ օգտագործվում է հայկականը։ Իրականում այդպիսի խումբ չկա ցավոք, բայց կան անհատներ, որոնք երբեմն դիմում են խորհուրդների համար։ Ցավոք ես երկու միտում եմ տեսնում, կամ մի ուղղությունը ուրեմն կրկնում է ճիշտ նույնությամբ հինը, ճիշտ նույնությամբ ու նոր բան չի ավելացնում, այդ copy paste անելու սկզբունքն է։ Երկրորդը ուռճավորված ներկայացնում է իբրև հայկական, այն ինչ հայկական չի։ Ցավոք այդ միջինը շատ քիչ է։ Փոքրիկ մի քանի արտադրողների աշխատանքներ եմ տեսնում, որոնք իրոք ինձ գոհացնում են ու ես ուրախանում եմ։ Կան իհարկե տեխնիկաներ, օրինակ սևադը, որը սևացման տեխնիկաներ, վանեցիներին էր բնորոշ։ Զարդը, եթե նկատել եք, պատկերներ ունեն երբեմն, եւ այդ զարդի հատվածները սևացնում էին։ Թուրքերը դրանք այդ զարդերը երբ որ նրանց ձեռքն էին ընկնում, նրանք մտածում էին կեղտոտված է ու մաքրում էին։ Բայց այդ սևադի տեխնիկա չերնյենը, այդ տեխնիկան ներկայումս չեն անում մեր վարպետները, որովհետև դա քիմիական նյութի հետ է կապված, որը վնասում է, ընդհանրապես ցանկալի է նույնիսկ բացօթյա տարածքում աշխատեն, որպեսզի չվնասի, բայց չեն անում ուղղակի, տեխնիկայով գրեթե չեն աշխատում, բայց դրա շնորհիվ այն օրինակները, որ մենք ունենք, այդ տեխնիկայի վարված էլ ավելի կարևոր են դառնում։ Ու դրա շնորհիվ պիտի էլ ավելի կարևոր են։ Ես կուզենամ, որ մեր վարպետները տեսնելով հինը ոգեշնչվեն եւ նոր օրինակներ ստեղծեն։ Իսկ դրա համար նրանք էլ պիտի շատ տեսնեն։ Ու դրա համար պիտի կարդան, պիտի շրջագայեն, պիտի այո, աչքները պիտի սովորի տեսնեն արծաթի օգտագործումը մեր կենցաղում, սա նաեւ կենցաղավարություն էր, հատկապես տատիկները գիտեին, երբ բալիկը ծնվում է, նրան անպայման արծաթի գթալով էին կերակրում, արծաթի գթալ էին նվիրում։ Մենք հեռացել ենք այս մշակույթից եւ այսինքն արծաթի կիրառումը մեր կենցաղում դուրս է մղվել եւ ինչ անել, որպեսզի կրկին այս լավ ավանդույթ, առողջ ավանդույթը հետ գա։ Կարծում եմ դրան կնպաստի նաեւ հենց այդ ցուցահանդեսները ու դրա մասին շատ խոսել է, որովհետեւ մարդիկ վերհիշեն, որ ինչպիսի առանձնահատկություններով են օժտված եղել իրենց նախնիները կամ պարզապես ճանաչելով ամեն մեկը իր արմատները իմանալով, օրինակ ես գիտեմ իմ արմատները բոլոր կողմերից եւ ես միշտ մարդկանց հանդիպելով իրենց հարցնում եմ, ձեր արմատները որտեղից են։ Դուք ճանաչում եք, արդյոք եղել եք կամ պատկերացում ունեք ձեր արմատների կամ այն վայրի մասին, որտեղ ձեր նախնիները ծնվել են։ Երբ որ դու ինքդ մոտենում ես քո արմատներին, ճանաչում ես տարազը, օրինակ հնարավորություն կա հիմա Էմմա Մարաշլյանի ստուդիայում կամ որևէ այլ ստուդիայում, որտեղ որ գրագետ են ներկայացնում տարազը, հնարավորություն կա տարազը գրելով վերհիշել, մի փոքր մոտենալ այն ժամանակաշրջանին, որում ապրել են նախնիները եւ կարծես ճամփորդություն կատարել պատմության մեջ ու ինչ որ իմաստով ավելի մոտենալ այն ազգայինին, այն հայկականին, որը բնորոշ է եղել մեզ ու ցավոք մենք մի փոքր հեռացել ենք։ Ես վերադառնալով ձեր հարցին նախնական, արդյոք մենք ավելի եվրոպական ենք դարձել, թե հեռացել ենք, արդյոք թե ոչ, մենք հայկական ընդհանրապես մեր պատմության ընթացքում մենք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ազդեցությունների ներքո ենք եղել, բայց միշտ պահպանել ենք հայկականը։ Ինչ էլ որ եղել է ազդեցություն, մենք միևնույն է ունեցել ենք մեր անհատական գիծը, անհատական բնորոշ ուրեմն տարրերը, եւ պարզապես դա է պետք վերհիշել ու դրան է պետք վերադառնալ։ Նորը ստեղծելու համար ես բնավ չեմ խրախուսում կրկնել հինը։ Ընդհակառակը խրախուսում եմ հնի վրա, հնից ներշնչվելով ստեղծել նորը, որը կլինի արդիական, կլինի 21-րդ դարին բնորոշ, որովհետև ցավոք ես միշտ ասում եմ, որ մենք ունենք հրաշք շատ հարուստ մշակույթ, բայց վատ փաթեթավորմամբ է դա ներկայացվում։ Այդ փաթեթավորումը, եթե գեղեցիկ չի, դու չես կարող Եվրոպացում կամ մնացածներին ցույց տալ, ներկայացնել, եթե դու ճշգրիտ 21-րդ դարի լեզվով դա չես ներկայացնում։ Իսկ դրա համար պետք է շատ տեսնել։ Ես աշխարհի տարբեր երկրներում լինելով միշտ ուսումնասիրում եմ ինչպես են նրանք ներկայացնում դա, ինչպես են փաթեթավորում։ Վերջերս մի ցուցադրության էի Փարիզում, որը ինձ պարզապես զարմացրեց։ Նկարիչը մեղմ ասած թույլ էր, բայց այնպես էին նրան ներկայացրել եւ ուռճացրել, ու ես մտածում եմ, քայլում էի այդ ցուցահանդեսը նայում էի եւ մտածում էի, եթե գումար լիներ եւ ճիշտ գրագետ մոտեցում լիներ նաեւ մեկենասների,
ինչպես կարելի է մեր հայկականը այդպես շքեղ ներկայացնել, որ հնչեղ լիներ ամբողջ աշխարհում։ Հիմա դա կոչում են մարքեթինգ ավելի շատ, մարքեթինգը ավելի ուժեղ էր, քան բուն աշխատանքները։ Հուսանք, որ մարքեթինգի ետևից չեն ընկնի մեր վարպետները, այլ քերականությունը կվերցնեն հնի եւ դրա վրա արդեն իրենց երևակայությունը եւ իրենց ինտերպրետացիան այդտեղ կավելացնեն, մեկնաբանությունը կավելացնեն եւ մենք կրկին մրցունակ կլինենք, չնայած արդեն մրցունակ ենք, բայց այլ ավելի մրցունակ կլինենք դրսի շուկայի եւ վարպետների համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Կարճ ժամանակում այսքան տարբեր թեմաներ հասցնելու համար զրուցելու արվեստաբանության դոցենտ, արվեստաբան Սաթենիկ Չուգասիզյանն էր մեր տաղավարում։ Շնորհակալ ենք, լավ նորություններով ձեզ կրկին կսպասենք մեր տաղավարում։ Իսկ մենք գնանք դիտենք գովազդ եւ վերադառնանք։ Մենք վերադարձանք, իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում Eurofurniture կահույքի արտադրամասը։ Ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինանտ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Eurofurniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165։ Կահավորեք ձեր բնակարանը Eurofurniture-ի հետ միասին։ Eurofurniture եւ ձեր պատկերացրած կահույքը կդառնա իրական։ Իմիջիայլոց գարունը նաեւ լավ ժամանակահատված է նորը ունենալու, նորին անցնելու, նորը փոխելու, Իմիջիայլոց զանգեք եւ ճիշտ եք, արդյոք Eurofurniture-ը կարող է ձեր կահույքը թարմացնել, բայց ավելավ է նորը ունենալ։ Այո։ Փորձը ցույց է տալիս, որ նորն ավելի մաչելի է միշտ ստացվում, քան թե հինը վերանորոգելը։ Քան թե հինը վերանորոգելը, այո։ Գնանք առաջ Մարտին Լութեր Քինգը շատ կարևոր եւ իմաստուն մարդ է առհասարակ մարդաբանության մեջ։ Դրա համար պետք է նրան ականջալուր լինել, հաճախ լսել նրան եւ ընդհանրապես մի քիչ ապրել այնպես, ինչպես այս կարևոր մարդը։ Գնանք բացահայտելու նրան։ Գնացինք։ Եվ մարտիններից թող աշխարհում շատ լինի, եթե նրանցից շատ եղավ, պատերազմներն էլ քիչ կլինեն, իսկ սերն էլ կշատանա։ Գովազդ մեր եթերում։ Այսօր այսքանը բարեկամներ, ավագ չորեքշաբթի է, այսօր Հիսուսին մատնելու օրն է, ամեն մի օրը շաբաթվա մեջ իր խորհուրդը ունի, գոնե թե այս խորհուրդները իմանանք եւ փորձենք հետևել դրանց։ Եվ այս խորհուրդները կավարտվեն հարության տոնով, որը որ կարծում եմ, որ ամենասպասվածն է բոլորիս կողմից, ամենայն դեպս հոգեվորական աշխարհում դա ամենակարևոր տոներից մեկն է։ Դե ինչ, թող եղանակը ձեզ չխանգարի ժպտալու համար, հորիզոնի լրատվականի մեր գործընկերները ուղիղ եթերի էստաֆետան կվերցնեն մեզնից, իսկ մենք կգանք վաղը, մինչ այդ ժպտացեք եւ եղեք առողջ։ Ցեսություն։